Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, կիրակի առավոտյան ժամը 10-ին այս կայանում։ Այս ծրագիրը եւ բոլոր ծրագիրները հեռարձակող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Antenna-ով 10.4 ալիքով եւ ABC.tv ծեր հեռախոսների վրա ինտերնետի միջոցով եւ Facebook-ի միջոցով աշխարհի որևէ տեղում կարող եք դիտեք, հետևեք բոլոր այն ծրագիրներին, ինչ հեռարձակում են այս ալիքի միջոցով։ Այսօր ես պիտի խոսեմ այս նյութերի մասին։ Այս կառավարությունը փակվելն է, աշխատանքը դադարում է, հիմա չգիտեմ այս վարքյանից հետո ինչ պիտի պատահի, քիչ հետո բացատրությունները առաջին անգամը լինելով 800-ից ավել ամերիկացի գեներալներին աշխարհով մեկ կանչել են հետ Վաշինգտոն, Վիրջինիա, այդտեղ դա բացատրեմ Նորթ Քարոլայնայի մեկ շենքեր տեսնեք ինչ է պատահում մեկ պոլիս որ աշխատանքի մեջ էր բայց պոլիս է տեսնեք ինչ է անում որ իրեն աշխատանքից անում են Շան Դիդիկոմ ճանաչված արվեստագետ երգիչ էր երգահան էր նրա մասին պիտի խոսեմ հետո Ֆիլիպինում երկրաշարժ է տեղի ունենում Գազայի մասին պիտի խոսեմ Ինդոնեզիայում մի դպրոց փլվում է դա ցուցադրեմ ձեզ birth control հղիության կանխելու Pfizer-ը այսպես 3 ամսվա սրսկում կան որ տեղ են վերցնում հաբ են վերցնում կամ սրսկմանը դրա վերաբերյալ դատեն բացառեն հետո մեկ Պայթուն պիտի ձեզ ցուցադրեմ այդտեղ Pfizer-ը նաև նախագահ Թրամփի հետ համաձայնության եկան որ Medicaid այստեղ Կալիֆոռնիայում Medical կոչվող տեղերը ավել էժան տա կառավարությանը որ փոխանցեն հանրությանը դրա մասին պիտի խոսեմ Rancho Palos Verdes մեր հարավում տեսնեք ինչպես հողաշերտը շարժվում է եւ այդ առիթ եղավ LA County Sheriff Department-ին Թրամփի վարչակազմը դատախազություն այս երկրի դատի է տալիս Sheriff Department-ին տեսնենք ինչ բերումով է եթե առիթ եղավ այսօր ես նախքան խոսել այս նյութերի մասին ուզում եմ հիշեցնել Շանթ հեռուստաալիքը Հայաստանից ուղիղ High Vision-ի միջոցով միանում այստեղ 1629 եւ 381 Spectrum-ի ալիքներով եւ հեռարձակվում է լրիվ հարավային Կալիֆոռնիայում ուր որ դուք այնտեղ կարող եք տեսնել առավոտը Շանթում ժամը 8-ից մինչև 10 առավոտյան նրանից հետո երաժշտական բաժիններ, երաժշտական մրցություններ, ֆիլմեր, սերիալներ եւ երեկոյան ժամը 8-ին եւ երեկոյան ժամը 10-ին թարմ լուրեր Հայաստանից ինչ որ միանում է հեռարձակվում է մեր շրջանում հարավային Կալիֆոռնիայում եթե ցանկություն ունեք բիզնես ունեք ցանկություն ունեք այդտեղ գովազդել ձեր բիզնեսը զանգարեք այս հեռախոսահամարին իսկ ես հիմա ուզում եմ խոսել կառավարությունը փակվում է կառավարության փակվելով ասել են ոմանք քիչ հետո կտեսնեք օրինակ TSA նրանք որ գնում եք օդանավակայան ճամբրուկներ են չեքանում, ճամադաններն են չեքանում, դրանք իրենց աշխատանք կանեն, աշխատավարձ չեն ստանա, բոլոր կապ ունեցող այսպես աշխատավարձ չեն ստանա, իսկ 750,000 մարդու տուն են ղրգելու, հիմա երկու տեսակ տուն ղրգել կա կառավարության, միշտ այսպես էր որ furlough Անձին, որ կառավարության համար աշխատում է 4 միլիոն մարդ կառավարության համար աշխատում է տուն են ուղարկելու եւ այսպես աշխատավարձ չեն ստանալու, բայց հետո աշխատավարձ են ստանալու այսինքն երբ որ հետ վերադառնան սկսվի այդ ժամանակ որ չեն ստացել կստանան ես նախագահ Թրամփ ասում է եթե դեմոկրատները ռեփաբլիկանների
այն ինչ որ ռեփաբլիկանները առաջարկել են, թե դրան չհամաձայնվեն, ուրեմն հանելու է կառավարության աշխատող, նրանք որ կառավարության համար են աշխատում, աշխատանքից հանելու է։ Ես այստեղ հիմա ուզում եմ ցուցադրել, տեսնում եք դեմոկրատների սենեթի ղեկավարն էր աչում եւ այսպես չեն համաձայնում սենեթն է։ Ներկայացնի տան մեջ անց էին կացրել, որտեղ այնտեղ դեմոկրատ ռեփաբլիկանները մեծամասնություն են։ Իսկ սենեթում 53 սենետորներ ռեփաբլիկան են, կարմիրով տեսնում եք, եւ 47 դեմոկրատներ են։ Ուրեմն 60 քվե պետք է, որ սենեթում բյուջետը ճշտելու համար 60 քվեներ պետք են։ Եվ այսպես տեսնում ենք, այս չեն համաձայնվում, որտեղ առնվազն 7 դեմոկրատ պետք է միանան։ Սա ռեփաբլիկանների ղեկավարն է Ջոն Թուն անունով, որ մեղադրում է դեմոկրատներին եւ ասում է ուրեմն կառավարությունը պետք է իր աշխատանքը կասեցնի, կանգնեցնի, ասում էր Ջոն Թունը այսօր։ Եվ դեմոկրատների ղեկավարին եք տեսնում, Շումերին եք տեսնում, որտեղ ասում է, որ ռեփաբլիկանները, որովհետև չեն համաձայնվում մեր գաղափարախոսության նաև, ուրեմն կառավարությունը կփակվի, որովհետև իրենք ցանկություն ունեն դեմոկրատները, որ Medicare կամ Medicaid-ին վերաբերող մոտարապես 890 բիլիոն կրճատում է տեղի ունեցել, վերականգնեն մի մասը։ Այս Շումերը, ինչ որ տեսնում եք, մի քանի ամիս մարտին էր, որ մի քանի պստիկ կամ փոքր խումբ դեմոկրատների միացան ռեփաբլիկաններին բյուջետը հաստատեցին։ Իսկ իրեն խիստ քննադատեցին բոլորը դեմոկրատները, հիմա ուրեմն ասում է, որ պետք է մեր ցանկությունը, այսինքն դեմոկրատների ցանկությունը, որը ասացի Medicaid-ին վերաբերող է եւ ուրիշ օգնություն, հանրության օգնություն, ուտելիք եւ այլն այդ գումարները ինչ որ վերականգնեն, ուրեմն այսպես չեն համաձայնվում։ Այնտեղ մեկ սենետոր Դորբեն անունով, որ ասում է, այստեղ տեսնում եք, որ ասում է, եթե չեն համաձայնվում ռեփաբլիկանները, ինքը դեմոկրատը, ուրեմն ռեփաբլիկաններին է մեղադրում, ռեփաբլիկանները դեմոկրատին, սերվիսի quality, այսինքն ուր որ գնա կառավարության հետ գործ ունեք դուք, մարդ չկա այնտեղ, որ ձեզ օգնի։ Եվ որտեղ որ կառավարությանը նրանք, որ աշխատանքը չեն կարող թողնեն, որտեղ առանց իրենց աշխատանքի վտանգավոր կլինի կամ կյանք այս երկրում կամ կառավարական մոտ աշխատանքները օրինակ IRS եւ այլն չեն աշխատելու, ուրեմն խոշոր դժվարություններ սպասեք, եթե հիմա հանկարծ կարող է համաձայնվել։ Ուրեմն Social Security, Medicare եւ VA զինվորականները այս երկրին ծառայություն են տվել վետերանները, բենեֆիթը իրենցը շարունակվելու է, ուրեմն այդ տեսակետից մտահոգություն չկա։ Social Security, Medicare եւ VA-ի եւ հետո քիչ հետո նաեւ student loan problem է լինելու, նաեւ парքերը կառավարության կապվող парքերը, օրինակ Գլենդելը парք ունի, Լոս Անջելես парք ունի, դրան չի վերաբերում։ Սրանք կառավարական հովանու տակ парքերը կամ սարեր գնում են բարձրանալու մարդիկ տարբեր տարածքներ, որ կենտրոնական կառավարությունն է ղեկավարում, այնտեղ տեսնում եք national park-երը, նրանք փակվելու են, չեն կարող օգտվել։ Ասացի քիչ առաջ 750,000 կառավարության աշխատողներին ֆրլո տուն են ուղարկելու։ Ուրեմն եթե կառավարությունը փակվի, իրեն ազդեցությունը լինելու է, որ նրանք որ կառավարության համար աշխատում են, որ այս վարքյանին essential, տեսնում եք, non-essential government worker տուն կուղարկեն, առանց վճարումների եւ որևէ ուրիշ մարդու չեն բարձելու, որտեղ կառավարությունը անընդհատ մեկը հեռանում է, հանգստի է կոչվում, մարդ են աշխատանքի են կանչում։ Ինչ ասացի, парքերը, որ պատկանում է կառավարության, կենտրոնական կառավարության փակվելու են եւ critical services, ասացի ոստիկանություն եւ այլն,
այդ հրշեջ նրանք իրենց աշխատանքը շարունակելու են, այսպես տեսնում եք։ Դեմոկրատների ներկայացնի տան պատասխանատու կամ ղեկավարն է ավել շուտ, գիտեք, ներկայացնի տան մեջ նաև դեմոկրատները փոքրամասնություն են, Հաքիմ Ջեֆրիս, այստեղ ասում են մենք ուզեցինք բանակցություն անել, որպեսզի կառավարությունը չփակվի, ռիփաբլիկանները չեն համաձայնվում, ուրեմն շարունակվելու։ Ասացի, հիմա որոշեն են դեռ խոսում են այսպես կարող կես գիշերին մի տեսակ համաձայնության կամ որ չեմ նախատասում, որտեղ մի բան չի, որ մի ժամում, մի քանի րոպեում կարող են ավարտի բերեն։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարի շարունակելու եմ առաջին անգամ լինելով 800-ից ավել գեներալների կանչեն Վիրջինիա, տեսնեք այնտեղ, իսկ ծրագիրը հովանավորում է Burbank Adult School գոյություն ունի Burbank-ում, որտեղ դուք 8 տարբեր մասնագիտություն կարող եք կամ մի բան սովորեք այնտեղ։ Անգլերեն չգիտեք, ESL, կարող եք անգլերեն սովորել։ Անգլերեն գիտեք, ուզում եք ավել մասնագիտացված, ավել շատ ուսումնասիրեք անգլերեն կարող եք։ Նրսի օգնական, նրսին կապվող հարցեր սովորեք, ձեզ դասավանդելու են կամպյուտերի չգիտեք կամպյուտեր օգտվելը կարող եք գնաք անվճար, կամպյուտեր գիտեք առավել ուզում եք մասնագիտացվեք, սրանք բոլոր եւ ուրիշ դասավանդումներ տեղի ունենում Burbank Adult School-ը, որտեղ Կալիֆոռնիայի կառավարությունը վճարում է, որ դուք ոչինչ չվճարեք, կամպյուտեր չունեք, ձեզ կամպյուտեր կտան, գրքեր պետք է գրքերը կտան։ Բոլորը Կալիֆոռնիային ան եւ վերջավորությանը, երբ որ ավարտեք վկայական է տալիս, սեփական անձնական դպրոցներ կա վկայական են տալիս, ոչ միտեղ ընդունելի չի այդ սեփական դպրոցների վկայականը։ Այստեղ վկայականը որևէ նահանգ գնաք ընդունված է իրենց վկայականը, կարող եք օգտվել ուրիշ անգամ նահանգ եթե գնաք։ Իրենց դպրոցը Allen փողոց Burbank-ում, որ Գլենդելից մի 10 րոպե հեռավորության է, այնտեղ է տեղի ունենում նաև դասավանդումներ տեղի է ունենում Burbank High School-ում, բայց դուք ավելի լավ կլինի գնաք Allen փողոց Burbank-ում, Burbank Adult School-ը գնաք, այնտեղ տեսուչի օգնականը հայ է, տեսչուին հայ է այնտեղ, տեսչուին, կարող եք գնաք հայերեն խոսել, եթե անգլերեն չեք խոսում, բայց ամենայն դեպս օգտվեք այս անվճար ծառայությունից, որ վերջում վկայականը ամեն տեղ, այսինքն Ամերիկայում ընդունված վկայական կարող եք ստանալ այդ դասավանդումների համար ինչ-որ ռեկլամի մեջ կտեսնեք։ Ալեքս Արոնյանն է հովանավորում ծրագիրը, եթե դուք Դուբայում ցանկություն ունեք առանձնատուն կնեք, կոնդոմինիում կնեք, կարող եք իր միջոցով կատարեք այդ գործը։ Եվ եթե այդպես է, հետո 10 տարվա վիզա կարող եք ստանալ, որ երբ ուզում եք գնաք ու վերադառնաք, Դուբայի հիմա դարձել է աշխարհի ամենագեղեցիկ տարածքներից մեկը, անապատի վրա չտեսնված շինարարությունը տեղի ունեցել, ամենայն դեպս հեռախոսը ձեզ մոտ գրեք, դուք ոչինչ չեք վճարում, որովհետև ինչ որ կնեք, վաճառողն է ինչ որ վճարելու է։ Ծրագիրը հովանավորում է Central Pharmacy հովանավորում է ծրագիրը, դոկտոր Հրաչ Յուսեֆյան եւ իր դուստրը, որ երկուս տեղագործներ են, ձեզ առաջարկում են 35 տարի աշխատում է դոկտորը, հիմա Կալիֆոռնիա փողոցի վրային, իսկ երկրորդ իրենց տեղատունը բաց են անելու Sunland քաղաքում շուտով իրենց երկրորդ բաժինը բացելու, եթե դուք բնակվում եք Sunland թաղանթ Սիլմար, բոլոր այդ շրջանները բնակվում եք, զանգահարեք հավելյալ տեղեկությունների համար եւ խանութը շուտով բաց են անելու, տեղ աշխատում են այդտեղ տեղեր տեղադրելու եւ այսին։ Ծրագիրը հովանավորում է ESA Quality Air-ն է հովանավորում։ Եթե ձեր air conditioning-ը սերվիսի կարիք ունի, $89 կկատարի ESA service, ESA Quality Air կկատարի,
ուրիշի կանչեք $150 կառնեն մինչև կան ձեր տուն միայն, եթե աշխատանք պետք է գումար պիտի տաք, իսկ այս $89-ով ձեր air conditioner service, իսկ եթե հարկ եղավ ձեր unit-ը փոխեք, նոր air conditioning-ի unit պետք է տեղադրեք, repair, maintenance, բոլորը կկատարեն, զանգարեք այս հեռախոսահամարին։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք վարձակալ եք, ձեր վարձած ապարտմանը կամ առանձնատունը մրջուն կա, միջատներ կամ պահարանը բացում եք գնում գալիս են մուկ կա, այս հեռախոսահամարին զանգարեք, չպիտի այդպես լինի, ձեզ պիտի հատուցում տան, դուք ոչինչ չեք վճարում, մինչև փաստաբանը կարողանա գումար վերցնի ձեզ համար, հետո իրեն կվճարեք։ Ծրագիրը հովանավորում է Odets Cake եւ Balloons հովանավորում է ծրագիրը։ Այս գեղեցիկ քեյք կբերեն կտեղադրեն, եթե դուք որևէ տեսակ հավաք ունեք, հարսանիք կնունք, նշան դրեք, ձեր ազգականներին հավաքենք ձեր տանը, փուչիկներ կբերեն, այս արհեստական քեյքերը կբերեն գեղեցկացնելու ձեր տարածքը։ Այս հեռախոսահամարով հավելյալ տեղեկությունի համար խոսեք։ Orange Shipping հովանավորում է ծրագիրը։ Orange Shipping մասամբ ամենաէժան ձևն է, որ դուք ծանրոցը նավի միջոցով Հայաստան գրգեք։ Եթե մի ծանրոց հանձնեք, երկրորդը 50% զեղչ է նկատի առնված, տեսնում եք այստեղ տարբեր չափերը, 50% զեղչ է նկատի առնված, օգտվեք ծառայությունից կվերադառնա։ Միացյալ Նահանգները գեներալներ ունեն, որ մրինների գեներալներ 100 գեներալ կա, հետո Navy ծովուժի գեներալներ 300 հոգի են, օդուժի գեներալ 300 գեներալ կա, ցամաքային ուժի գեներալները մոտավորապես մի քիչ կամ 500 գեներալ կա։ Ուրեմն 1200-ից ավել գեներալներ կան։ Ես դեռ չեմ Coast Guard-ի գեներալները չեմ հաշվում, այսպես է։ Ուրեմն այդ գեներալներին, գիտեք, ամեն տեղ են այս գեներալները, Անգլիա կարող է լինեն, Լեհաստանում գեներալներ, զինվորական կա, գեներալ կա այնտեղ, Ֆիլիպինում ուրիշ, հեռու, Ժապոնիայում եւ այսպես ամերիկան գեներալները օվկիանոսներում այս ռազմանավերի վրա գեներալներ գոյություն ունեն 800-ից ավել կանչեն էին Վիրջինիա, որովհետև Հեքսետ, որ նախագահի իրեն պաշտպանության նախարար էր կոչվում, հիմա պատերազմի նախարար, war minister-ն է կամ secretary-ն է, այստեղ տեսնում եք, այսպես կանչեն էին եւ այնտեղ 45 րոպե ինքը խոսեց 72 րոպե Թրամփ այդտեղ խոսեց։ Երբ Թրամփը խոսեց, առաջին վայրկյանից ասաց, եթե չեք սիրում ինչ որ ես ուզում եմ ասեմ, կարող եք թողնեք այս ժողովը գնաք։ Բնականաբար ոչ ոք չի գնա, որովհետև աշխատանքից կհանեն։ Իսկ Թրամփը նաև այնտեղ ասաց նաև, եթե դուք որ գնում եք փոխարեն զինվորականները գնան փորձեր, վարժություններ կատարելու, երբ որ կաք ձեզ ուղարկենք, որովհետև առաջին անգամն է, որ մնայուն զինվորականներին, գիտեք այստեղ 3 տեսակ մենք օրենք պաշտպանող զինվորականների նման ունենք, ոստիկանները նախ, ոստիկանները պատկանում են քաղաքին, օրինակ Լոս Անջելես քաղաքի ոստիկանատունը պատկանում է քաղաքապետը այնտեղի պատասխանատուն է ոստիկանության նաև, ոստիկանությունը որևէ քաղաքի կառավարության հետ կապ չունի, իսկ կան զինվորականներ, որ երբ հարկավոր է իրենց նահանգապետի հրամանի տակ են, երբ պետք եղավ, հետո նախագահի հրամանի տակ են տնում, ահա այսպես զինվորականներ կան եւ մնում է մնայուն զինվորականներ, որ մարդիկ որ գնում են զինվորական ծառայություն տան, աշխատում են այնտեղ 30 տարի կամ ինչքան որ ցանկանում են, նրանք սովորաբար երկրի մեջ երբեք աշխատանք չեն ունեցել։
1960-ական թվին մեկ անգամ նախագահ Քենեդին այդ զինվորականներին հրաման տվեց, որ քաղաք կան, բայց չօգտագործեց այդպես, մենակ ասաց, որ կօգտագործեն, բայց այդպես եղավ, այսպես զինվորականներին տրանք, որ մնայուն զինվորականներն են այս երկրի մեջ չեն։ Նախագահ Թրամփը հիմա ասում է այդ զինվորականներին, եթե կան եւ մենք կուղարկենք այդ վտանգավոր քաղաքները, դա կլինի այդ քաղաքում զինվորականները փոխարեն ուրիշ տեղ վարժություն ստանան, այսպիսով վարժություն կստանան, ասում է նախագահ։ Ամենայն դեպս այդ հավաքն է, որ տեսնում եք գեներալները այստեղ են, սովորաբար զինվորականները քաղաքական հարցում չպիտի մխրճվեն, դրա համար լուր են մնում համեմատ այստեղ Հեքսեթը մեկ հարց բարձրացրեց, դա է, որ կանայք combat պատերազմի դաշտ նախկինում չէին իջեցնում կանանց հետո մի քիչ օրենքը մեղմացրին կանանց համար, որ որևէ կին ցանկություն ունի գնա պատերազմի դաշտը ավել հեշտությամբ կարողանա, որտեղ կանայք այդ ուժը չունեն, մեծամասնություն իհարկե, ոմանք կանայք կան ավել կարող ուժեղը կան թե տղամարդը, այդ կանանց թույլ էին տալիս, եթե ինքը անձամբ ցանկանում էր պատերազմի դաշտ իջներ։ Հիմա այս Հեքսեթ նոր պաշտպանության կամ պատերազմի նախարարը ասում է, որ կանայք, եթե լրիվ ինչ որ կարողություն ունի տղամարդը, եթե չունի, չենք թույլ տա պատերազմի դաշտ իջնի, այսպես որոշ խստացնում են օրենքները այս բերումով, այս Հեքսեթ նոր պատերազմի նախարարը ասում է։ Այստեղ տեսնում եք պատերազմի նախարարն է, որտեղ ինքը նախապես մեկ սիգնալ, մեկ հաղորդակցության ձև է, որ ուզում էին հարձակվեին Եմենում հարձակում կատարեին, սովորական միացել էր ուրիշ ղեկավարության, փոխնախագահին, պաշտպանության նախագահ, այսինքն արտգործնախարար եւ այլն, սիգնալի միջոցով էր միացել եւ տեղեկություններ էր տվել, որ ուրիշ երկիր նաեւ կարողանային այդ տեղեկությունը ունենային, բայց ինքը իհարկե չի ընդունում, որ այդ տեղեկությունները հիմա մեկ տեսնում եք այստեղ զինվորականներին նախկինում հայհոյում էին, բարգացնում էին, որ կարողանա սովորի, այստեղ տեսնում եք օրինակ մեկ ավել բարձրաստիճան զինվորականը հեգնանքով ծաղրում է եւ անհարգի խոսքեր է ասում, քույր, մայրիկ եւ այլն, այդպես հիմա այդ արծերը վերադարձնում են, ասում են, որպեսզի կարողանան իրենց հավասարակշռություն։ Տեսնում եք երեքը, այստեղ մեկ երեք հասխանի գեներալ է, որ հանգստի կոչված է եւ ասում է, սա շատ տարօրինակ է, որ բոլոր գեներալներին աշխարհով մեկ ամեն տեղից հավաքեն եւ նման հավաք կազմակերպեն, որ մտածում են անհարմար է։ Այստեղ տեսնում եք ֆիթնես, պետք է պատրաստված, մարզված լինի, ասում է օրինակ զինվորական պետք է գեր չլինի, fat generals, ուրեմն գեր գեներալ չենք թույլ տալու, ոչ մի գեներալ, ադմիրալ, այսինքն ծովուժի եւ տղամարդու ստանդարտ է լինելու պատերազմի դաշտ մեկ զինվորական միանա, ուրեմն եթե կին է, կարողություն ունի տղամարդու նման, թույլ կտան պատերազմի մասնակցի, եթե չէ, թույլ չեն տա, այստեղ տեսնում եք։ Սա նախկին սպայակույտի ղեկավարն էր, որ այսպես DEI, որը ամեն ինչը հավասարություն էր, ուզում էր հավասարություն լիներ, նաև միասեռականները կարող էին այդտեղ լինեին եւ ուրիշներ, transgender
որը հիմա այդպես transgender-ին թույլ չեն տալիս, իր օրոք այդպես էր, բայց իրեն նաև այս գեներալին, որ Բայդենի նշանակածն էր աշխատանքից հանելն են։ Ես ուզում եմ հիմա խոսել ընտրության մասին։ Շուտով այս գալիք նոյեմբերի 4-ին ընտրություն է տեղի ունենալու։ Այս ընտրությունը ինչի մասին է։ Եթե Թեքսաս նահանգը իրենց տարածքները այնպես ձևափոխեցին նախագահ Թրամփի ցանկությամբ եւ պահանջով, ուրեմն Թեքսասի նահանգը, որ ռիփաբլիկան նահանգ է Թեքսասը, Կալիֆոռնիան դեմոկրատական նահանգ է, ուրեմն այնտեղ նահանգապետը եւ օրենսդիր մարմինը ամեն ինչը փոխեցին, որ առավել ռիփաբլիկան ընտրվի, որ գնում են Վաշինգտոն, Թեքսաս նահանգը ներկայացնելու։ Հիմա այդ բերումով Կալիֆոռնիան որոշեց, որովհետև այդ աշխատանք արին եւ այդպիսով մեծամասնությունը կպահպանվի, ինչ որ հիմա նաեւ մեծամասնություն ռիփաբլիկան են, նախապես նախքան այս նստաշրջանը դեմոկրատներն էին մեծամասնություն, միշտ փոխվում է ամենայնտեպս ուրեմն դեմոկրատները այդ բերումով այս ընտրությունը առաջարկություն 50, որտեղ այստեղ եթե ցուցադրենք այս առաջարկություն 50-ն է, որ դուք շուտով պիտի քվեարկեք։ Առաջարկություն 50 ասում է, որ տարածքները մինչև 2030 փոխելու են։ Արդյոք դուք համաձայն եք, թե դեմ եք։ Հարցը տրվում է ձեզ։ Հիմա սրա մասին իհարկե ապակայում առավել ձեզ պիտի բացատրեմ։ Ինչ են անելու։ Ես հիմա քարտեզի վրա ուզում եմ ձեզ ցույց տալ, տեսնում եք ցախում ինչ որ այստեղ տեսնում եք նախկինն է, որտեղ ասացի 43 դեմոկրատներ ընտրվել, օրինակ այս մեծ տարածքները ռիփաբլիկաններին ընտրվել են, յուսում նաև իսկ այս մեր շրջանում օրինակ տեսնում եք, որովհետև պետք է մոտարապես 700 բնակչություն եթե լինի, մի ներկայացուցիչ կունենա, այս մեծ տարածքում 700,000 է ապրում, մեր մոտ մի փոքր տարածք, ինչ որ Գլենդել եւ հարակից քաղաքները ներկայացնի տան անդամ Լորա Ֆրիդմենն է, որ 700,000 այստեղ ապրում, մի փոքր չեք կարող տեսնել։ Ամենայնտեպս սա էր վիճակը 2020 թվականից, այսպես էր, իսկ հիմա այդ առաջարկությունը փոխվելու այսպես։ Այնպես են նկարել, որ բացի այն տարածքը, որ տեսնում եք այսպես Նևադայի հարևանությանը եւ մեկ ուրիշ տարածքներ, ռիփաբլիկան կընտրվի ընդամենը 9 հոգի կընտրվի։ Նախապես, այսինքն 43-ով 9-ին կներեք, հիմա կդառնա 48, եթե ժողովուրդը քվեարկեն, 48 դեմոկրատներ կընտրվեն, ընդամենը 4 ռիփաբլիկան, ռիփաբլիկանները 9-ից կիչնի, որ ինչ որ այսօր այդպես է, իրենց ներկայությունը Վաշինգտոնում ներկայացնի տան մեջ կդառնա ընդհանուր Կալիֆոռնիայից, ուրեմն 5 առավել դեմոկրատ կգնա այնտեղ, որ այդ Թեքսասի, որ ռիփաբլիկանները ավելի շատ են լինելու, այդ հավասարակշռությունը նույնը լինի, ինչ որ այսօր է, այս է, որ դուք պետք է ստացած լինեք սա, դուք պետք է ստացած լինեք նաև այս գրքույկը, տեսնում եք իմ ձեռքում, եթե դուք չեք ստացել սրան, մի օր էլ սպասեք, եթե չստանաք, այսինքն դուք գրանցված չեք, պետք է գրանցվել։ Հիմա այսօրվանից սկսել գրանցվել, հետո բալետը կգա ձեր տանը, ինչպես որ կուզեք, այնպես կքվեարկեք, հեշտ կլինի։ Նրանց համար, որ դժվար է գնան տարածքը, գիտեք տարածք գնալը երբեմն մեկը զբաղված է լինում, մյուս օր մի դեպք է պատահում, բայց եթե բալետ եկեն ձեր տուն, շատ հեշտությամբ կարող եք ընտրությանը մասնակցեք առանց խնդիրներ ունենալու։ Անպայման մի օր նաև եթե սպասեք, եթե վաղը դուք այս գրքույկներից որևէ մեկը չստանաք ձեր տանը, այսինքն խնդրեմ կա։ Մի բան պիտի ավելացնեմ նաև, որ սովորաբար կարող է ամեն բնակարանում մեկ հատ սրանից կա, դա նաև
պատահում է, որովհետև նույն ընտանիքի անդամներին կրկույկը մեկ են ով։ Իսկ հետո քվեաթերթիկը ամեն մարդ կունենա իր քվեաթերթիկը։ Ես մի տաթար վերցնայեմ, երբ վերադառնամ Տաթարից Նորթ Քարոլայնայում, տեսնեք շենքերը ինչ է պատահում, ծրագիրը հովանավորում է Կարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը, գտնում է Գլենոքս փողոցի վրա, Grandview փողոցին շատ մոտ է։ Իսկ Կարավան ռեստորանը հոկտեմբերի 15-ից հետո ամեն շաբաթ եւ կիրակի առավոտյան ժամ 8-ից բաց է, եթե դուք հարիսա սիրում եք ուտել, առավոտյան ժամ 8-ից հետո կարող եք այնտեղ մինչև իհարկե գիշեր կարող եք ամենայն դեպս Կարավան ռեստորանը այդ աշխատանքն է սկսելու։ Ծրագիրը հովանավորում է Շայն Թուրն է հովանավորում ծրագիրը։ Կազմակերպել է թուր Բրազիլիա, Արժանտինա 10 օրվա թուրը $3790 ընդամենը, այսինքն ճամփորդյան ծախսերը, ձեր ուտելիքի ծախսերը բոլոր ներառված է։ Կոստա Ռիկա 6 օրվա համար $2290, սա հեռախոսահամարն է։ Տեսնում եք Կոստա Ռիկա, Արգենտինա, Բրազիլ, կապված որտեղ եք ուզում գնաք, ամենայն դեպս զանգարեք, ձեր տեղերը ապահովեք։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան հովանավորում են ծրագիրը։ Երկուսը ատամնաբույժներ են, եթե որևէ հարց ունեք ատամի հետ, լինդի հետ, բոլոր պրոբլեմներ, եթե ունեք այս հեռախոսահամարին զանգարեք։ Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատմանկետում է գտնվում, բայց հեռացային եք նախապես։ Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը։ Նախ 3 սրահներ ունեն հարսանյաց, կնունք, նշանտրիկ, 300, 150 եւ 120 տարի ուղղությամբ։ Իսկ ամեն օր ճաշ են առաջարկում։ Ճաշը շատ 5 հոգու համար, 10 հոգու համար, բայց շատ ավելի մարդ կարող է նույն ճաշով բավարարվի, զանգարեք այս հեռախոսահամարին։ Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Primate Pharmacy գնում է Գլենոքս փողոց եւ Highland փողոցի հատմանկետում է, հեռախոս տեսնում եք։ Եթե զանգարեք, ձեր տեղերը կբերեն ձեր տանը, կհասցնեն կվերադառնան։ Նորթ Քարոլայնայում ուզում եմ ձեզ ցուցադրել, այստեղ տեսեք օվկիանոսի ջուրը գալիս է 5 տարբեր շենք, այսպես լրիվ քանդում թափում է, ինչ որ այսպես տեսնում եք այս շենքերը, սյուները լրիվ քանդում ու տապալում է այդ տարածքի շենքերը։ Սա տեղեր ունեցել կիրակի օր տեղի ունեցավ, ինչ որ տեսնում եք։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսել Շան Դիդիկոմի մասին։ Շան Դիդիկոմը նախ բիլիոնատեր է եւ երգահան է, ինքը երգիչ է եղել, հետո երգահան է դարձել եւ շատերի պատճառ է եղել ճանաչել են, բոլորը գալիս են մանավանդ կանայք իրեն մտերմանում էին եւ այլն, որպեսզի ինքը կարողություն ուներ որևէ մարդու դարձնել կարևոր անձնավորություն այս երկրում եւ բնականաբար եթե երգչուհի է դառնում մեծ գումարներ է կարողանում վաստակել, նաեւ տղամարդիկ իհարկե։ Իսկ իրեն ձերբակալեցին 13 ամիս առաջ եւ մնում է բանդի մեջ, որովհետեւ ինքը հարաբերություններ սկսում թե հարաբերություններ տղամարդկանց հետ թե կանանց հետ, երկուսի հետ։ Հետո կանանց ասում էր, որ իր պատկերացրեք շրջապատի հիմա կնդիներ իրեն security, որտեղ միշտ security ուներ 10 մարդ ապահովում են իրեն, բիլիոնատեր է, շատ ճանաչված է, պետք է ապահովել իրեն, թե չէ կարող է վնասեին։ Հետո նրանց ասում էր, որ այդ կանանց հետ հարաբերությունը ինքը նկարում էր այդպես։ Ամենայն դեպս իրեն դատի տվին եւ դեռ մնում է բանդի մեջ։ Եվ հիմա ես ուզում եմ ցույց տալ իր փաստաբանը ասում է, որ իրեն բավական երկար մնացել է, հիմա դատախազությունը պահանջում է, որ դատավորի մոտ պիտի գնան, 11 տարի իրեն ազատազրկեն, 11 տարի 3 ամիս ազատազրկեն այդ իր աշխատանքի համար, որտեղ ծեծում էր երբեմն այս կանանց եւ այլն, դրանց մեջ կանայք ծեծել էր մեկ իրան գերուհուն 30 միլիոն դատի, այսինքն 30 միլիոն
դատ բացարեց 30 միլիոն իրենից վերցրերներ եւ այստեղ տեսնում եք իրեն 13 ամիս ասում են որ արդեն բանդն է իրեն պաշտպան փաստաբաններն ասում են որ իրեն ազատ արձակեն տեսնում եք այստեղ prostitution պատճառով charges դատարանում եք տեսնում որ նկարված է իհարկե sex trafficking մեկը եթե մի կնոջ վերցնի մի նահանգից ուրիշ նահանգ տանի որպեսի սեռային հարաբերության համար դա համարվում է sex trafficking որ ուրիշների առաջարկի այդ կնոջը որ անում էր ինքը այդպես այս աչում տեսնում եք այս կինն է որ տատ բացարեց իրեն ընկերուհին էր եւ կարողացավ աջողի ինքը ասում է որ ես հիմա նաեւ վախենում եմ եթե սա կա անպայման վրեժխնդիր է լինելու մայրն է այս դիդիկոմի մայրն է ասում է որ շատ մեծ սխալներ է արել տղաս եւ իր կյանքում եւ ինքը ընդունում է որ սխալ է արել եւ այս երկար ժամանակ բանդում մնացել է ուրեմն բավարար է ցանկություն ունի որ տեսնի դատավորը թույլ կտա որ ինքը վերադառնա իր նորմալ կյանքին հիմա ամենայն դեպս շուտով դատավորը կորոշի որ ասացի տատախազություն ասում է 11 տարի 3 ամիս բանդ պիտի մնա իր փաստաբանը առաջարկում է դատավորին որ ազատ արձակեն իրեն եւ միշտ ոտքին մի բան կապեմ որ իմանան որտեղ է գնում ինչ է անում հիմա տեսենք ինչպես կորոշի ես ուզում եմ խոսել Գազայի մասին Գազան գիտեք Թրամփ հիմա այդ հարցում մխրճված է եւ որպեսի խաղաղություն բերի երեք ձեզ հաղորդեցի որ Նաթանյահու այստեղ էր այսինքն Վաշինգտոնում էր եւ այսպես առաջարկություն 20 գլուխի մեջ որ արաբական մուսուլման երկրներն նաեւ ընդունել են եւ այսպես խաղաղություն է Համասը դեռ մինչև այս վարքյանից չի ասել որ կհամաձայնվի այդ համաձայնագիրը կստորագրի թե ոչ ես այստեղ ուզում եմ ցույց տալ գիտեք 90% Գազան վերածվել է այստեղ նախագահը բացատրում է այս հարցը եւ տեսնում եք մենք ասում է կսպասենք 3-4 օր որ Համասը պատասխանի հետո ասում է Իսրայելը ինչ ուզի թող կարող է անի այստեղ ասացի շենքերը կամ վնասված են 92% կամ լրիվ փլատակների տակ են ուրեմն ինչ է հիմա հարցը որ նախ պահանջում են 72 ժամվա ընթացքում բոլոր գերիները հաստիժները եւ նրանք նաեւ որ մահացել են նաեւ ողջ եւ մահացած բոլորին հանձնեն իրենց զենքը անպայման ցած տրվի Համաս չի կարող զենք ունենա եւ ի փոխարեն Իսրայելը հետ կքաշվի Գազայից մեծամասնություն տարածքից բայց չի ասում որ Գազայից կհեռանան դա այն հարցն է որ կարող է խնդրեմ ստեղծվի որովհետեւ եթե մի մասում կմնա ուրեմն հետ կվերադառնա դա է մյուս խմբի մտահոգություն այստեղ տեսնում եք երկրները Ինդոնեզիա սրանք մուսուլման կամ արաբական երկրներ են Սաուդի Արաբիա, Եգիպտոսը, Հորդանան, Կատար կամ Ղաթար այսպես United Arab Emirates բոլորը համաձայնում են սա գերիներից մեկն է իսրայելցի տեսեք ինչ նիհարին է որովհետև վիճակը այդպես չի որ կարողանան կերակրեն գիտեք թաքնված են դժվարություն շատ կա ամենայն դեպս մինչև այսքան ժամանակ էլ Համաս կարողացել է գերիներին պահի եւ մի բան տաուտեն խմեն բոլորը զարմանքի բան է եւ ասում են որ պետք է Համասը հեռանա եւ բոլոր ինչ որ հողատարածքները որ թունելներ ինչ որ սարքեր են վերացնեն ես ուզում եմ շարունակել հիմա խոսել երկրաշարժ տեղի ունեցավ earthquake Ֆիլիպինում 6.9 ուժգնությամբ այստեղ տեսնում եք սա Ֆիլիպինն է երկրաշարժ տեղի ունեցավ եթե այս երկրներում որ massամբ մի քիչ ավել երրորդ աշխարհի երկրներ են երբ երկրաշարժ են 6.9 շատ հզոր երկրաշարժ է Հայաստանում 6.7 էր անգամ մեզ մոտ
Լոս Անջելեսում Նորթրիջում երկրաշարժ տեղի ունեցավ 6.7 էր 6.7 եւ նայում ենք կետ 9 մեծ տարբերություն կա շատ խոշոր տարբերություն կա 6.7-ի 6.8-ի 6.9-ի կամ 7-ի կետի մեծ տարբերություն կա հիմա ուզում եմ այնտեղ այն տարածքները դուք տեսեք ինչպես է տեսեք վախեցած կետինի վրա հողատարածք շարժվում է տեսեք ինչ է լինում այդտեղ այս եկեղեցի է որ լրիվ քանդվում եւ 20-ից ավել մարդ է մահանում դժբախտաբար հարյուրավոր մարդ վիրավորվել է Ես պիտի դադարեցնեմ երբ երադառնամ դադարից շարունակեմ Ինդոնեզիայում մեկ շենք է փլվում Իսրայելը հովանավորում է Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում այստեղ Չոփուրյանները հայր եւ երկու դուսրեր որ նրանք էլ փաստաբաններ են ցեզ են առաջարկում եթե ավտո վթար ունեցաք accident ունեցաք ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգահարելով պաստառի վրա երևացող այս հեռախոսահամարին ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում եթե ալերժիներով տառապում եք սա հեռախոսահամարն է որ կարող եք զանգահարել ու գնաք իրեն այցելեք Երևան shipping հովանավորում է ծրագիրը Երևան shipping-ը որևէ տեղ օթանավով եթե ծանրոց պիտի ղրկեք Հայաստան այսքան էժան չեն առաջարկում մի փանդը ընդամենը $2.99 մի քանի օր հետո ձեր ազգականը իրենց ծանրոցը կստանա նվերը եթե ուղարկում եք կստանա իսկ եթե գումար փոխանցեք Հայաստան $100 համար $1 եք վճարում $1 եք վճարում $500 ղրկեք $5 եք վճարում երկու կենտրոն ունի այստեղ տեսնում եք Lancashire փողոցի վրա North Hollywood Glendale-ում East Palmer եւ Adams փողոցի ճիշտ հատման կետում կվերադառնա Ինդոնեզիայում ինչպես ուրիշ երկրներ գիտեք դպրոցը փլվում է որովհետեւ բետոնից են կողանում ուրիշ այսպես կոնկրետից կողանում են տեսեք շենքը փլվում է դպրոցի եւ մեծ դժբախտություն ինչ որ պատահում է այս դպրոցի մեջ այստեղ տեսնում եք հիմա աշխատում են փրկեն երեխաներին այս փրկարարներին եք տեսնում աշխատանքի ժամանակ եք տեսնում երբ որ սա ինքը շենքը փլվել է ոչ ուրիշ մի աղետեղի չունեցա ինքը իրեն շենքը փլվել է եւ այսպես աշխատում են փրկեն երեխաներին այդ տեղից այստեղ տեսնում եք ծնողներն են որ մտահոգված սպասում են լուր լսեն իրենց երեխայի համար ես ուզում եմ խոսել հիմա birth control-ի կամ հղիության կանխելու տեղ կա, որը սրսկում են Pfizer-ը աշխարհի ամենամեծ տեղ արտադրող ընկերն է, որ COVID-ի համար նաև իրենց տեղերն էր, որ շատ մարդիկ սրսկեն են, տեսնում եք, կանայք սրսկում են եւ 3 ամիս, որ հղի չդառնան, հետո նորից պետք է սրսկեն։ Հիմա ոմանք մտահոգություն են այտում, կանայք եկել են ասում են, որ այդ պատճառով թումոր են ունենում այսպես ուռուցքներ են ունենում գլխի մեջ, ուրիշ խնդիրներ են ունենում, այսպես մի փաստաբան դատ է բացառել, որ այսպես տեսնում եք այս ինչ որ կատարվում է դեպո պրովերա այս դեղն է, որ տարիներ օգտվել են 4-ից 1 կինը այս տեսակն է օգտվում, հաբեր չեն օգտվում, բայց 41% սևերը այսպես տեսնում եք 25% ընդհանուր կանայք օգտվում են 41%-ը կեսից մի քիչ սևերը այս տեսակն են օգտվում հապ չեն վերցնում եւ հիմա այս մասին է որ դատ են բացառել մեկ ուսումնասիրություն ցույց է տվել որ կանայք այս դրագը որ վերցրել են մեկ տարվա ընթացքին 5 անգամ ավել ռիսկ կա որ թումոր կամ այսպես ուռուցք ունենան Pfizer-ը ասում է որ անցյալում ասել է FDA-ին Food Drug Administration որ
մենք ուզում ենք վրան գրել, որ ոմանց կարելի է որ այդ թումորը ստեղծվի։ Ինքը FDA-ը, որ հետևում է տեղերը, իրենք պետք է օքեյ անեն, որովհետև տեղերի ընկերությունները ուզում են ամեն ինչ գրեն։ Եթե տեսնեք մի տեղ վաճառում են, հետո 100 բան են գրում վրան, որ սա կարող է այս վնասը տա, անվնաս տա, դրա համար որ իրենց տապ չկարողանան բացեն։ Իսկ 2024-ին այստեղ տեսնում եք Եվրամիության այդ երկրները ավելացրել են, որ մենինջայմը այդ ինչ որ ասացի, որ կարող է ուռուցք ավելացնի կամ ուռուցք ստեղծվի անձի վրա, ավելացրել են 2024-ից։ Ամերիկայում ոչինչ գրված չի։ Կանադայում 2006 թվականից ասել են այստեղը եթե կանայք օգտվում են, կարող է adverse կամ վնասակար ռեակցիա ցույց տա, reaction ցույց տա։ Իսկ ամերիկյան այս արտադրված նույն տեղի համար Pfizer-ը աշխարհով մեկ տեղ է պատրաստում։ Pfizer-ը ասում է մենք անդրադարձանք, որ meningitis այդ 2023 թվականից անդրադարձանք, որ կարող է խնդրեմ ոմանց մոտը ստեղծի եւ դիմեցինք, ինչ որ քիչ առաջ ասեցի FDA-ին, որ մենք ուզում ենք ավելացնենք, գրենք այս տեղի վրա, որ ուշադրություն արեք, բայց FDA-ը reject արեց, չընդունեց։ FDA-ը հետո նամակ է գրում Pfizer-ին, որ ասում են մենք պատճառ չենք տեսնում, որ դուք այս գրեք տեղի վրա, որովհետև չի փաստված։ Հիմա սա է որ Pfizer-ն ասում է ես կամ գործարան ասում է իրենք, որ սա անպայման դեպոպրովերան անպայման ապահով է եւ կանայք կարող են օգտվել առանց մտահոգության, ասում է Pfizer-ը։ Ես ուզում եմ նաեւ խոսել նախագահ Թրամփը Pfizer-ի հետ համաձայնության եկան, այստեղ տեսնում եք Թրամփը նախարարների հետ տեսնում եք իրենը, այստեղ համաձայնության են եկել, որ կինը նրանք որ գիները տեղերի Medicaid-ի համար, որ այստեղ Medical է կոչվում, իջեցնի Pfizer-ը իր տեղի գները, այդ Medicaid կամ Medical-ը, որ այստեղ է, տեղերի գինը իջեցնի Pfizer-ն ասել է, ինչպես որ վաճառում են, Եվրոպայում վաճառում են, ինչ գին որ վաճառում են այնտեղ, ուրեմն կառավարությունը այդպես վճարի այդ տարբեր տեղեր, որ կառավարությունը գնում է Pfizer-ից գնում է։ Ես ուզում եմ ցեզ մեկ պայթուն ցույց տալ, այստեղ եթե շարունակենք, տեսնում եք այս շենքը տեղի ունեցել Delaware նահանգում, երկու շենք պայթել է explosion եւ investigate են անում, թվում է որ գազի պատճառով է, երկու շենքը մեկ հոգի, մեկ շենքի մեջ մահանում է, որ գիտեք, երբ գազը այսպես կուտակվում է, անձը եթե հոտը զգում է, պետք է դռներ, այսինքն ինքը դուրս փախչի, եթե կարող է դուռը բաց թողնի ու դուրս փախչի, որպեսզի եւ անպայման լուցկի չպիտի կամ ուրիշ հարմարություն չպիտի օգտագործեն, որպեսզի նման պայթուն տեղի չունենա։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ Rancho Palos Verdes, մեր հարավում ցած ցուցադրեմ եւ վերջավորությանը, եթե առիթ եղավ LA County Sheriff-ի դեմ այս երկրի տվյալահաշվությունը, կառավարությունը, Թրամփի վարչակազմը դատ է բացառել LA County Sheriff-ի դեմ, ոստիկանության դեմ այս շրջանի, իսկ ծրագիրը հովանավորում է Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը, եթե աչքերի հետ որևէ հարց ունեք, ագնոցի կարիք ունեք, ջուր է հոսում, զանգարեք այս հեռախոսահամարի։ 7 տարբեր կենտրոններ ունի։ Մենակ այստեղ չի Գլենդելում, Փասադինայում եւ այլ ուրիշ քաղաքներում իր ագնապուշարանն է։ Ծրագիրը հովանավորում է Ռաֆիզ Մարքեթն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, իրենք պատրաստի ճաշ ունեն, կարող եք գնալ Ռաֆիզ Մարքեթ։
Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն ամենամեծ դաշնամուրի խանութն է Ամերիկայում։ Երկու հարկի մեջ հարյուրավոր դաշնամուր կգտնեք $500,000-ից մինչև հարյուրավոր հազարավոր դոլար ամեն տեսակ ամերիկյան, եվրոպական դաշնամուրներ, ժապոնական, չինական եւ այլ։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը 100-ից ավել խանութներ ունի Court Furniture-ը Central եւ Մրթելի հատմանկետում Գլենդելում 405 Freeway եւ Euclid փողոցի հատմանկետում նոր մատրես եթե պիտի գնեք այցելեք Court Furniture նաեւ գրասեղան աթոռներ կարող գտնեք Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե bankruptcy պիտի ֆայլանեք եթե հրդեհ տեղի ունեցել ձեր աշխատատեղի կամ տնում եւ accident-ը կունենում այս հեռախոսին զանգարեք Դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերջ է, քայլում եք շնչասպառ եք լինում, այս հեռախոս համարին զանգեք։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաց ունեն, մինը բաց ունեն, ցես կտանեն կվերադարձնեն։ Jackpot-ը Թահանգա, այսինքն Թահանգա քաղաքում այս խանութը ինչ որ այնտեղ ունեին, փակում են։ Ամեն ինչ խիստ զեղչված է։ $5-ից $10, $15 այսպես է ամեն ինչ խանութը պիտի փակեն անպայման այցելեք ամենամեծ առիթն է հիմա կարող եք գնալ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը այս չափը ինչ որ տեսնում եք այստեղ ընդամենը $9.99 է առաջարկվում Գլենոքս փողոցի վրա է գտնվում կվերադառնա